Լոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հավերժական կրակ խաչքարի մոտ ապրիլի 18-ին տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտեի եւ Հայ համայնքային խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի դեսպանը, խորհրդարանի անդամներ, փոխքաղաքապետը, խորհրդականներ եւ Իլինգի խորհրդի ներկայացուցիչներ, նաեւ հոգեվոր առաջնորդներ եւ հայ համայնքի անդամներ։ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը իր ելույթում ներկայացրեց այն ոճրագործությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին, խոսեց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության մասին։ 111 տարի առաջ մի ժողովուրդ արմատախիլ արվեց, մի ողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը լռության մատնվեց։ 1.5 միլիոնից ավելի հայեր հալածվեցին, տեղահանվեցին եւ սպանվեցին։ Սա միայն հայոց պատմություն չէ, սա մարդկային պատմության մեջ վերք է, ասաց հոգևոր առաջնորդը։ Սրբազանը իր երախտագիտությունը հայտնեց բոլորին, ովքեր կանգնել են հայ համայնքի կողքին եւ ձայն են բարձրացրել հանուն արդարության։ Ապրիլի 21-ին հայ-բրիտանական բարեկամության падգամավորական խումբը եւ դիվանագետներ մասնակցեցին White Hall-ի Սենոտավ հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ զետեղելու արարողությանը։ Հիշատակի այս հանդիսավոր ակտը Լոնդոնի սրտում խորհրդանշում էր հայոց ցեղասպանության զոհերին երբեք չմոռանալու վճռականությունը։ Առաջիկա օրերին ոգեկոչման արարողությունները կշարունակվեն Մեծ Բրիտանիայի այլ հայաշատ վայրերում եւս։